նախ մենք որպես ժողովուրդ ցավալի է շատ խորը ճգնաժամ ենք ապրում, մենթալիտետի ճգնաժամել ենք ապրում, մեկ խուսափում ենք խոսելուց, բայց եթե հայոյախոսություն չի, եթե թշնամանք չի, խոսելը խիստ անհրաժեշտ է, բայց պոզիտիվ ելքի համար, ոչ թե այդ վերքերը անընդհատ բորբոքել ու խորքը մտցնել, էլի։ Հիմա տեսեք ինչ կա, օրինակ ես դե հիմա որ Ամերիկա չեմ հայտնագործում, դες ասեմ հարյուրավոր ոլորտ չկա, որ ուսումնասիրել չնեմ գրքեր եւ այլն, մեկը մի քիչ լավ, մի քիչ վատ, ընդ որում առաջի կարգի, որտեղ դա իմ պրոֆեսիան ես կարող եմ անել, բայց չեմ տեսել, ես չկա աշխարհում, չկա մի ժողովուրդ, որը չագերտավոր էլիտան պատերազմ մղի պետության անկախության դեմ, դա չկա։ Օրինակ վերացիներին, որ ասում են, չէ, ռուսա հպատակ են դարել, չեմ հավատում դրան, ինչու։ Ակնհայտ բան է, որ ուրեմն ուկրաինացիները ուզեցին Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ, հիմք ունեն իրենց նախկին արածի, չարածի վրա կամ չունեն, դա չէ։ Վրացիները խուսանավելով այդ չեն մտնում դրա մեջ։ Մի քիչ էլ եթե ռուսականություն կա, չնայած ես վրացի ռուսականությանը եւ այլազգիականության չեմ հավատում։ Մեծ հաշվով էլի, հիմա մանր բաների Հիշում եմ Կիկաբիձեն ինչ արեց, չէ, վերցրեց, շպրտեց ամեն մի ռուսական, երբ որ Սաակաշվիլի ժամանակ ինչ եղավ, կարծեմ ինքը Սաակաշվիլու հետ էլ չուներ, այդ են չի որ դրա համար։ Հիմա մերը ցավալի բան կա եւ այս ճգնաժամը գալիս է դարերի խորքից մեր այդ օտարամոլություն կա, դա բայց մեր պատմությունն է դա ծնել թուրքական յաթաղան եւ ռուսական կազակի սմբակ, էս է եղել մի քանի դար, դե մարդիկ երևի կազակի սմբակը տակմերնելը գերատասել են թուրքական յաթաղանից, բայց իմ համար տարբերություն չկա, մահը մահ է։ Հիմա, բայց ես չեմ ուզում հիստերիա առաջացնել, մենք պետք է հասկանանք։ Հիմա եղավ ինչ եղավ հեղափոխություն, եւ դա մեր ժողովրդի կամքով է, օրինակ ես չէի կարող չմիանալ հեղափոխության, ինչու։ Հեղափոխությունը անում էր երիտասարդությունը եւ ուսանողությունը, դա շարժիչ ուժն էր։ Դասախոսը նորմալ ինչպես կարող էր հեռու մնալ, ուրիշ բաներ չասեմ։ Էլ չեմ ասում, որ ես հասկանում եմ, որ երկիրը քայքայում է գնում, եթե շարունակվի։ Հետո պատերազմը քաշվեց, մեր վզին տրվեց, հետո նոր իշխանությանը չթողեցին շնչել, չթողեցին։ Եվ ժողովրդին էլ, դուք հիշեք հեղափոխությունից հետո ինչ մի խանդավառ մարդիկ փողոցում իրար գրկում էին, բայց շատ արագ Հյուսիսի տիրակալը չհանդուրժեցա եւ քցեց իր պրոքսիներով, իր գործակալներով, իր լրատվությամբ, իսկ եթե գնահատենք օրինակ ես թվում է երևի այդ ժամանակ Հայաստան 80%-ով Ռուսաստան էր, տնտեսական, քաղաքական, ռազմական եւ այլն, այսինքն Հայաստան պայմանական էր այդ ասածը։ Հիմա եղավ եւ հեղափոխություն պարտվեցինք մեր ողակալ բարեկամի նախագծով Լավրովի պլանով ենք պարտվել եւ մեր ողորմելի գեներալիտետ բոլորը չեն, բայց գեներալիտետի ստորակարճ տգետ եւ նյութապաշտ լինելու համար եւ ռուսական գաղտնի ծառայության հետ լինելու համար։ Այդ հիշեք մի բան, ես Իգոր Պանարին կա, հիմա կարող եք համացանց մտնել եւ տեսնել, ամսի 9-ին կամ 10-ին կամ 11-ին, էլի այս շրջանում Իգոր Պանարին փիլիսոփայության դոկտոր է, քաղաքագիտության դոկտոր է, նա իր ելույթում հայտարարեց, որ խորը շնորհակալություն ռուսական ФՍԲ-ին, այսինքն այս ԿԳԲ-ին նախկին, բայց ասես գլխավորը նա չի, ռազմական հետախուզությունը, գերեու որ ասում են, ասես դուք փայլուն ձեր գործը կատարեցիք, այսինքն հայերին Ռուսաստանն օգնեց ադրբեջանցիների ձեռքով ջախջախել։ Իգոր Պանարին, ով որ պիտի գներեք բառաչի, ես առաջարկում եմ, հələ շոյգու բան չկար։ Հիմա ինչ եմ ուզում ասել, եւ այդ պատերազմում մենք մեր սխալ քաղաքական դիրքորոշման նախկին իշխանության չգոյության, որտեղ հիմա որ մաքուր նայենք
որ կարգին իշխանություն չի եղել, Մոսկվայից մի հատ մեկը դրվել է, հիշեք ընտրությունները, ծեծ ու ջարդով ինչի չի եղել ընտրություն, որտեղ ծեծ ու ջարդով դրել են նրան, ով որ եկել է, եւ երկրորդ անգամ Մոսկվան, երկրորդ անգամ, առաջին անգամ 1920 թվականի, ուրեմն հայ հեղկոմը, որ կազմեց արցախցիներով կառավարություն կազմեց, Աշոտ Հովհաննիսյան, բայց ես չեմ ուզում, որ դա մեր ժողովրդի մեջ բան նշանակի։ Այս անգամ էլի արցախցիներ, Ռոբերտ, Սերժ եւ այլն։ Այն ժամանակ եթե կրթված մարդկի բերեց բանը, այս ուրեմն Մոսկվան, բոլշևիկների մեջ, որոնք անուղելի բան էին, այս Աշոտ Հովհաննիսյան Հարարատյան հանրապետություն էր ասում, բերանը չէր բացում սովետական Հայաստանին, ասեր Հայաստան։ Այս ակադեմիաներում է աշխատել, ակադեմիկոսներ են դարել սրանց ծերի տակ եւ այլն։ Իսկ այս անգամ բերվեց որ գրամոր նյութաբաշտ մարդկանց։ Մենք էլ իհարկե Արցախի հարց կար եւ այլն, ինչ որտեղ եղել ենք անդուրժող, եղել ենք այսպես, բայց այդ պետություն չունեցանք, չէր կարասենք, բայց ողբեր չսարքենք։ Հիմա սկսվեց պետականաշինությունը պարտության ծանր պարտությունից հետո։ Մենք պետք է ընդունենք մի բան, որ մենք ռուս չենք։ Մենք պարտավոր ենք, օրինակ ես, որպես հայ, ասենք քաղաքացիական դոկտոր կամ գուսակցության նախագահ, ես պարտավոր եմ ամենուր պաշտպանել Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահը։ Դա իմ իծն է, իմ մորից պատվերն է։ Ես իրավունք չունեմ ուրիշի պետական շահը պաշտպանելու։ Դա անբարո է։ Բայց տեսեք ինչ կատարվեց, եւ ես չեմ առանձնանում դրանով։ Փոխանակ այդ վիճակում կգնեինք պետությունը պահեինք, ինչ որ եղավ, սկսվեց մի մարդավոր իշխանափոխության անվան տակ։ Հիշեք, ով է տակետ, որ չիմանա, որ հենց ոնց որ թե Շուշիին հանձնելու խնդիր չկար, ոնց որ կառավարություն վերցնելու խնդիր կար։ Հիշեք օրերը։ Եվ այսպես ինչ արեց Մոսկվան կիսեց երկիրը եւ հիմա Մոսկվան Հայաստանը կառավարում է կոնֆլիկտն այնքան է խորացել ռևանշիստներ ռուսական սեգմենտ եւ Սփյուռքում եւ հայեր նրանք որոնք պետություն են ուզում պայքարում են պետության համար ջանք չեն խնայում այս երկու սեգմենտն իրար դեմ են դուրս եկել եւ այս ռևանշիստներին ասեմ որ կոնկրետանամ իրենք եթե մտածում են այս Քոչարյաններ, Սերժեր, անձնական որևէ մեկին նկատի չունեմ, այս սիմվոլիկայի իմաստով։ Եթե իրենք արժեք ունեն Մոսկվայի համար, իրենք չարաչար սխալվում են։ Իրենք Բաքոյից լավ տղա չլինեն, որոնց Մոսկվան վերցրեց եւ Ռուբեն Վարդանյանից ավելին չլներ Մոսկվայի աչքերին, ֆինանսական օլիգարխիա փողեր լվանալ չլվան, վերցրեցին, հանձնեցին Բաքվին, իրենց հարազատներին, ինչպես որ ժամանակին Մոսկվան, Աղասի Խանջյանը, որ մասնակցել էր Հայաստանի թուրք պատերազմում, Թուրքիայի դեմ պատերազմում Հայաստանի պարտության, Աղասի Խանջյանը, սրանք հələ հաջորդի բաներ պետք է բացատրեն, որոնք ամեն ինչ արեցին, որ առաջին հանրապետությունը կործանվի, Աղասի Խանջյանը Հետո կանչեցին Բերյան սպանեց, գցեցին բանի վրա, ոնց որ Բերյան կարող էր հանրապետության առաջի քարտուղար սպանել։ Ուզում եմ ասել, որ շատ եմ ասել, հիմա կրկնում եմ։ Դուք այդ երանդով ռուսական հանձնարարությունը, որ կատարում եք, դուր գալու համար նրանք ոտերը ձեր վրա սրբում են եւ հետո ուղարկում են աչքերիդ առած ձեր հարազատ ընկերոջ չէ սրանք էին եկել Քոչարյանի դատի ժամանակ չէ ինչ որ փող էին դնում գումար էին թե նախագահները ոնց կարող են գումար ունենան դնեն այս բաներ եւ հիմա անցավ այս բանը սա քաղաքական մասներ եւ տարերից եկող մի բան որ պիտի հաղթարվի ես կարծում եմ ընտրություններից հաղթարվելու է Մոսկվան ուզում իրեն ճղի